Վահե Էմֆյաջյան, երրորդ խոսափող։ Հարգելի խորհրդարան, 2001 թվականին հիմնադրվել է համահայկական երիտասարդական հիմնադրամը, որը որ 2010 թվականի հուլիսի 9-ից հետո վերանվանվել եւ վերագրանցվել է որպես Հայաստանի երիտասարդների հիմնադրամ։ Եվ պաշտոնական կայք էջից ուզում եմ մի փոքր հղում անել, այնուհետև անդրադառնամ հարցին։ Չնայած Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ստեղծվել է ՀՀ նախագահի կառավարության հատուկ ուշադրության արդյունքում, սակայն հիմնադրամը որևէ մարմնի սեփականությունը չէ, այլ յուրաքանչյուր հայ երիտասարդինը անկախ կրոնական, քաղաքական հայացքներից։ Ես ուզում եմ նաև հրապարակել հոգաբարձուների խորհրդի կազմը, որը որ բաղկացած է 10 հոգուց, նրանք հայտնի մարդիկ են եւ հասարակության մեջ նաև հայտնի են իրենց կուսակցական պատկանելությամբ։ Տիգրան Սարգսյան, հոգաբարձուների խորհրդի նախագահ, Կարեն Ավագյան, հոգաբարձուների խորհրդի համակարգող, Արմեն Աշոտյան, կրթության գիտության նախարար, Հրանուշ Հակոբյան, Սփյուռքի նախարար, Վիգեն Սարգսյան, նախագահի աշխատակազմի ղեկավար, Արսեն Քարամյան, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, երիտասարդության հարցերը համակարգող, նաեւ փոխնախարար, Վաչե Տերտերյան, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ, Արա Վարդանյան, Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, Աստղիկ Միրզախանյան, ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ, Ավետիս Բարսեղյան, ՀՀ նախագահի օգնական։ Տվյալ հիմնադրամում եւս աշխատում են շուրջ 122 հոգի, ստանալով 119 միլիոն տարեկան աշխատավարձ։ Ընդհանուր բյուջեն ըստ վերջին տվյալների կազմում է 518 միլիոն դրամ, որը որ ըստ բաշխվածության շուրջ 60 միլիոն վերջի տվյալներն եմ ասում, ինչ որ հիմնադրամում մենք տեսել ենք, 60 միլիոն դրամ տրամադրվել է ուսման վարձի տեսքով, շուրջ 200 միլիոն երիտասարդ գիտնականներին եւ կազմակերպություններ կան, որոնց նաև ֆինանսավորվել է տարբեր ծրագրեր եւ միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Ես կուզենայի, քանի որ հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն վարչապետն է, անձամբ դուք պատասխանեք այս հարցին եւ դուք ինքներդ գնահատական տաք, ինչպես եք համարում, ինչքանով է արդյունավետ գործունեություն ծավալում հիմնադրամը եւ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր ամբիոնից ես ինքս այս թվերը հրապարակելուց հետո պարզաբանում բնականաբար ակնկալում էի եւ պարզաբանումից հետո բացի այն որ շարադրության տեսք ուներ, այլ թվերի տեսքով մենք ոչ մի բան չտեսանք։ Հարցին կպատասխանի Արմեն Աշոտյան, կրթության եւ գիտության նախարար։ Շնորհակալություն, հարգարժան պարոն պատգամավոր, հարցադրման համար չէի կարծում, որ դուք կառավարության կարիքն ունեք, որպեսզի մի պատգամավոր իդեմս ձեզ փորձի պարզել իրեն հետաքրքրող հարցերը մեկ այլ պատգամավորից, պարոն Ավագյանից, որը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգողն է, բայց եթե կարիքը կա, որպեսզի կառավարությունն էլ միանա այս գործընթացին, ես ձեզ ասեմ այն, ինչ որ կարող եմ հենց հիմա հաղորդել։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեությունը համարում ենք բարձր արդյունավետությամբ իրականացվող գործունեություն, ոչ միայն վերջին տարիներին, որոնց մասին դուք ակնարկում եք, այլ նաև իր ստեղծման առաջին օրվանից 1998 թվականից։ Ինչու եմ համարում արդյունավետ, երկար կարող եմ խոսել, ժամանակս գուցե չբավարարի, բայց գուցե հենց մի փաստարկը բավարար կլինի, որպեսզի արդյունավետության մասին բոլոր կասկածները հովս ցնդեն։ Սա այն կազմակերպությունն է, որին հաջողվել է օրինակ երիտասարդական դաշտում կազմակերպել այնպիսի միջոցառումներ եւ նախաձեռնություններ, որոնց մասնակից են դարձել խորհրդարանական գրեթե բոլոր քաղաքական ուժերի երիտասարդական թևերը, այդ թվում այն կուսակցության, որին դուք եք ներկայացնում։ Ես կարծում եմ անարդյունավետության դեպքում նման տեսակի քաղաքական կոնսենսուսներ, միախմբվածություն, համատեղ աշխատանք դուք եւ այլ քաղաքական ուժերի երիտասարդ գործիչները չէին դրսևորի հավաքվելով
երիտասարդական հիմնադրամի հովանու ներքո։ Կարող եմ մանրամասնել երիտասարդ գիտնականների ծրագրի մասին, կրթաթոշակային ծրագրի մասին, բայց կարծում եմ, որ դուք դեռ հարց ունեք եւ այդ ժամանակ այդ մանրուքները ես ձեզ կհաղորդեմ։ Երրորդ խոսափող։ Պարոն նախարար, այնուամենայնիվ, եթե դրա կարևորությունը չլիներ եւ կարիքը չլիներ, ես այդ հարցին չէի անդրադառնա։ Դա ի սկզբան է։ Եվ այս հարցին ես ելի եմ ասում, շատ կուզենայի, որ պարոն վարչապետը ասեր, քանի որ ելի եմ ասում, ես նախաբանն էլ ասացի, ինչ ձևի հրապարակած է նույն հիմնադրամում, ինչ նպատակներին պետք է ծառայի հիմնադրամը։ Եվ շատ հստակ ասում եմ, դուք հավանաբար չեք լսել այն հայտարարությունը, որը որ արվել է այս ամբիոնից։ Ցանկալի է եւ անհրաժեշտ է բոլոր երիտասարդների համար, որպեսզի տեսանելի լինի, եթե այս բարձր բարոյական գաղափարների շուրջ է համախմբված հիմնադրամը եւ այս նպատակներին պետք է ծառայի։ Հասկանանք, ոչ թե ում է տրվում այդ ուսման վարձերը, որ հասարակական կազմակերպությունները, որ կառույցներն են ստանում ֆինանսական աջակցություն վերոհիշյալ հիմնադրամի կողմից։ Սրա մասին է խոսքը գնում, արդյունավետության մասին։ Իսկ դուք հիշատակեցիք բազե համայնքական երիտասարդական հավաքը, որ կազմակերպվում է։ Իդեպ ԲՀԿ երիտասարդների միությունը, երբ որ ներկայացրել է ջոկատ մասնակցելու, 2 անգամ է դա եղել։ 2 անգամ էլ դա ճանաչվել է որպես լավագույն ջոկատ իր հավաքում, իր ճակատի ներքո։ Այնուհանդերձ քաղաքական թիմերի երիտասարդական կազմակերպություններին էլ չսկսեցին հրավիրել։ Հետևություններ չեմ ուզում անել, հետևությունները ինձ թվում է անողները կանեն։ Այնուամենայնիվ անհրաժեշտ է, որպեսզի հրապարակվի եւ հրապարակային լինի հիմնադրամի գործունեությունը բոլորի համար, բոլոր քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների համար, բոլոր ուսանողական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների համար եւ հատկապես ուսանողների համար, ովքեր հենց շատ են զգում այդ ուսման վարձի կարիքը եւ որպեսզի հասկանան, թե ովքեր են այն բախտավորները, այն երջանիկները, ովքեր որ արժանանում են հիմնադրամի կրթաթոշակին։ Շնորհակալ եմ, պարոն Էֆիաջյան, փաստորեն կարող եմ արձանագրել, որ մենք 2 կետով տեսակետների լիակատար համընկում ունենք։ Առաջինը դուք հաստատեցիք այն հանգամանքը, որ քաղաքական գրեթե բոլոր ուժերը երիտասարդական մասնակցել են կամ կմասնակցեն հիմնադրամի գործունեությանը, այդ թվում նաև հասել են հաջողությունների, հետևաբար հիմնադրամը քաղաքական խոչընդոտներ չի դրել, եթե դուք 2 անգամ հաղթել եք անընդմեջ, իմ շնորհավորանքները, ես դա չի ֆիքսել։ Եվ երկրորդ ընդհանրությունը, որ մենք ունենք, դա հիմնադրամների գործունեության հետ կապված առավել թափանցիկ գործունեության պահանջներն են, որոնք ես ամբողջությամբ կիսում եմ եւ առաջարկում եմ տարածել բոլոր հիմնադրամների վրա, որովհետեւ ոչ միայն երիտասարդական հիմնադրամն է իրականացնում կրթաթոշակային ծրագիր, նաեւ իրականացնում են մի շարք այլ հիմնադրամներ, որտեղ գործունեության հետ կապված թափանցիկության ավելցուկը կարծում եմ ավելորդ չէր լինի, ինչ վերաբերում է կրթաթոշակների բաշխման արարողությանը, կարծում եմ մոտ ապագայում կլինի այս տարվա կրթաթոշակային ծրագրի ամփոփումը, որտեղ կարծում եմ, որ պարոն Ավագյան, ես ձեզ խնդրում եմ հրավիրեք պարոն Էֆիաջյանին միջոցառմանը, որպեսզի մեր պատգամավորները կարողանան եւ անձամբ շփվելով մարդկանց հետ տեսնել, որ ամեն ինչ արդար է, եւ եթե կարիք լինի լրացուցիչ փաստաթղթեր փոխանցելու, ապահովեք դա, խնդրում եմ, ընկերական խնդրանք է, շնորհակալ եմ։ Պարոն Էֆիաջյան, որ գնանք մի նվեր կվերցնենք ձեզ հետ։